Գրող հրապարակախոս Ռոզան Ասատրյանը գրում է. Արյունը գիր ունի, հայեր, նա որդոց, որդի փոխանցում է այդ գիրը։ Թող ոչ մի ուրացող չմոտենա սրբերի ստվերին։ Որքան մոտենում է հայոց ցեղասպանության օրը, ես ավելի զգայուն և լռակյաց եմ դառնում։ Ինձ այնպես է թվում, որ ամեն ապրիլի 24-ին մենք ազգովի ցեղասպանվելով վերակենդանանում ենք մեկ շաբաթ անց, մինչև հեռուստաեթերներից կաթիլ-կաթիլ մարում են վերջին զոհերի ճիչերը, փաստերն ու թվերը և մեր լռությունը կրկին մոխրանում է։ Այսքան էլ հանդուրժող և անհիշաչար ազգ կլինի, որ մենք ենք։ Այսօր հաղորդավարը ցավով էր ներկայացնում Թուրքիայի Մալաթիա քաղաքի ջրախեղդ լինելու մասին և ոչ պակաս նաև Ադրբեջանի հեղեղված գյուղերի։ Որքան էլ բանականությունը զորեղ լինի օրերի մարդուց, հավատացեք, աչքերիս առաջ եռաբլուրի ազնավուր տղաների հայացքներն են, Հայաստանի Հանրապետության խոնարհված դրոշների ներքո և 1915 թվականին սմքած մեռելների անթաղ դիերը։ Ոչ մի ափսոսանք, զսպված զայրույթից բացի, նրանք այդ պղտոր հեղեղի նման կուլ տվեցին մեր ծաղկուն գենը։ Մենք չպատժեցինք իրենց և մեր փոխարեն տարերքի երկու հզոր ուժերը ջուրն ու հողը փրփրած ելել են մեզ սպանողների դեմ։ Օ երկնավոր Աստված, դու կաս, պահիր և պահպանիր ազգս հայոց, որ քեզ հավատալով եկավ քո հետևից, և ներիր մեղավորիս, ես նրանց ներել չեմ կարող։ Ճանաչիր քեզ, հարգիր ժառանգությունդ հայ և պահպանիր ու տիրապետիր ողջ մնալով հաղթելու արվեստին և ոչ թե զոհվել, երբեք մի խնայիր այն ոսոխին, ով քեզանից խլում է քո տունն ու զավակներին։ Համախմբիր քո իսկ վեր բարձրացրած անդավաճան բռունցքները։ Դու հավերժ ես, իմ Հայաստան, ինչպես Արարատը։ Հետգրություն, այդ օրերին գրել չեմ կարող, և գիրս առաջ ընկավ ինձանից։ Անշտկելի սխալները բերում են անշտկելի և շարունակական կորուստներ։ Արցախի Սարգսաշեն գյուղը հողին է հավասարեցվել պատերազմի հանցագործի կողմից։ Ճիշտ այնպես, ինչպես Նախիջևանի խաչքարերը։ Ալիևի համար ոչինչ արժեն այսօրվա ջրի տակ անցած իր գյուղերն ու քաղաքացիները։ Նրա թիվ մեկ խնդիրը իր աթոռը չկորցնելու վախն է, իր ժողովրդին համոզելով հայերի սարսռազդու վրեժխնդրության մասին։ Գող սիրտը դող, հիշեցնում է ժողովուրդը։ Հայկական վախի զգացողությունը նրան օրեցօր մղում է հայերիս բարոյահոգեբանական նորանոր մոլագար գործողությունների, որպեսզի մենք բացի իր սադրանքների մասին մտածելուց մեզ համար որևէ դրական քայլ չկատարենք։ Եվ դեռ հույս ունեք, որ այս անլուրջ մարդը խաղաղության պայմանագրով ձեզ խաղաղություն բերի։ Ինչպիսի խաբկանք։ Թող բացվեն երկնքի դռները բարեբեր անձրևի առաջ, հայերիս գոտը պնդելով վաղվա օրերի լույսով։ Եթե առողջ մտածենք, դուրս կգանք այս դժվարություններից, համոզված եմ։ Չեղավ պարոնայք, չեղավ, այս ինչ եք անում։ Սթափությունը լքել է քեզ, հայոց ազգ։ Հռչակագիրը հայոց պետականության ծննդատունն է։ Ժողովրդի լեզվով եմ ասում, որ ժողովուրդը ընկալի։ Ձեռք տալ հռչակագրին կամ հանել նույնն է նշանակում, ինչն արվեց 44-օրյա պատերազմի օրերին, պատերազմի հանցագործ Ալիևի կողմից հրետակոծելով ծննդատները։ Չկա օջախը, չկան մանուկները, չկա հիշողություն։ Ստեփանակերտն այսօր լքված և դատարկ է։ Սա է թշնամու երեկվա և այսօրվա ծրագիրը։ Իր աթոռը պահելու նպատակով, իր երկրի ստրուկներին ապակողմնորոշելով հայերիս հանդեպ թշնամական ատելությամբ։ Ձեռք տալ Հայաստանի հռչակագրին նշանակում է հարվածել Հայաստանի մայր օրենքի սրտին, քանզի հռչակագրի ընդունումից հետո բոլոր օրենքները սկսվել են հռչակագրի վրա հղում անելով։ Նա մեր մահն է ցանկանում, իսկ մենք նրա ճոխությունը։ Ալիևի հիվանդ երևակայությունը սահմաններ չի ճանաչում։ Հայ ժողովրդին, հայոց ազգին նվաստացնել այսօր և դրանից հետո, ընդմիշտ, թույլ մի տվեք ի սեր Աստծո։ 2021 թվականի Հայաստանի Հանրապետության հռչակագիրը մեր պետության սահմանադրական դատարանի 19-ից 21-րդ որոշումով անփոփոխ է ճանաչվել։ Այն նախապես հաստատված է եղել բոլոր միջազգային բարձրագույն ատյաններում նաև։
Դարերն ու ագրեսորները չկարողացան մեզ կոտրել, մենք մեր ձեռքով ենք ուզում մեզ ոչնչացնել, ձեռք բարձրացնելով մեր մայր օրենքի վրա։ Հետգրություն. 2 օր է ձեռքս չէր գնում այս աղետին անդրադառնալ, երբ իմացա Ադրբեջանի ջրհեղեղի և Թուրքիայի նոր աղետալի երկրաշարժի մասին։ Առջևում ապրիլի 24-ն է և բնությունը մեր փոխարեն թուրքերին ստիպում է արտասվել, որ քավեն իրենց մեղքերը։ Կհասկանան միայն, երբ մենք հզոր լինենք։ Հայաստանի անունից հանուն Հայաստանի։ Այս պահին հայերիս ամենավտանգավոր թշնամին ներքին ատելությունն ու պառակտությունն է։ Առջևում ապրիլի 24-ն է։ Փոխանակ հայրենիքի փրկության ողնաշարի շուրջը համախմբվելու, անցել են մեկը մյուսին վարկաբեկելու, նսեմացնելու, դիմադրության ոսկե երակը ցրիվ տալու թշնամական ծրագրերն իրագործելուն։ Լրջացեք, առանց խտրականության լրջացեք։ Մեր առջև մեր կարիքը զգացող վիրավոր երկիրն է, նոր և անզիջում հաղթանակների նոր գաղափարների երկիրը, և գործեք Հայաստանի անունից, հանուն Հայաստանի։ Այն օրը, երբ հայ մայրը իր շուրջը կհավաքի իր որդիներին և կուսանի Հայաստանը, որպես վերին դավանանք և հավատ, այդ օրը միայն անպարտ կդառնա հայի ապագան։ Մեր իրականության մեջ մայր անունը պիտի դառնա և մնա սրբազան մենաշնորհը միայն ու միայն հայրենակրոն մայրերի և ոչ թե բոլորի։ Իրենց որդիներով պիտ ճանաչել և գնահատել կանանց։ Հայրենիքը սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց և նրանց որդիների թափած արյունից, ասում էր Գարեգին Նժդեհը։ Ամենամեծ և կայուն կուսակցությունը Հայաստանն է։ Լսում եք 130 կուսակցություններ, սա ցավի պոռթկումն էր եթերից։ Ժողովուրդը այն զգայուն հայելին է, որին նայելով դու շտկում ես դեմքդ, մազերդ, մտքերդ, գործերդ, քո արտաքին և ներքին ներդաշնակությունն ես կառավարում, քեզ ինքդ դառնալով քո դատավորն ու քննիչը։ Ժողովուրդը սակայն ժամանակի հետ փոխում է իր դեմքը, վտանգելով կամ օգնելով հավերժության սրերի դեմ կանգնած ազգին։ Վայ այն ազգին, ով տեղյակ չէ իր պատմական առաքելությանը։ Ժողովուրդը կմնա, իսկ ինքը կսնի այլ ազգերի։